Bismillahirrahmanirrahim. Իրանի Իսլամական Հանրապետություն 2020 թվականի հունիսի 13-ի վաղարավոտյան ենթարկվեց սիոնիստական ռեժիմի անօրինական զինված հարձակմանը։ Այս ագրեսիայի ժամանակ սիոնիստական ռեժիմը հարձակվեց բնակելի շենքերի, պաշտպանական ենթակառուցվածքների և նավթանձի միջուկային օբյեկտի վրա պատճառելով վնասներ։ Նահատակվեցին զինված ուժերի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ, գիտնականներ, դասախոսներ և սովորական քաղաքացիներ, կանայք և երեխաներ։ Հաջորդիվ ռեժիմը ընդլայնեց իր ագրեսիայի շրջանակը, հարձակվելով մի շարք տնտեսական և հանրային ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են նավթավերամշակման գործարանները և նավթամթերքի փոխադրման և բաշխման կենտրոնները, հյուրանոցները և գիրերը հարձակվեց պետական Համաձայն օրինական ինքնապաշտպանության սկզբունքի Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռնարկել և իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում հրթիռային պատասխան հարձակում սիոնիստական ռեժիմի ռազմական բազաների և հետագայում հարձակում այդ ռեժիմի տնտեսական օբյեկտների վրա, ի պատասխան սիոնիստական ռեժիմի կողմից մեր երկրի ենթակառուցվածքների վրա հարձակման։ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացվող ագրեսիան վերջին 8 տասնամյակների ընթացքում այս ռեժիմի կողմից իրականացված օրենքների խախտման շարունակությունն է, և այս ռեժիմը եղել է միջազգային իրավունքի և նորմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության, այդ թվում մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ամենամեծ խախտողը։ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված անօրինական զինված հարձակում է ամբողջ ՄԱԿ-ի համակարգի վրա և լուրջ սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, և Անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել այս հարցում ագրեսիան դադարեցնելու նպատակով։ Սիոնիստական ռեժիմը իր ռազմական ագրեսիան արդարացնում է Իրանից եկող անխուսափելի սպառնալիքը կանխելու անվան ներքո և կանխարգելիչ պաշտպանական քողի տակ։ Նման հասկացություն ոչ մի կերպ ընդունված չէ միջազգային իրավունքի տերմինաբանության և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, և անկասկած սիոնիստական ռեժիմի գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ուժի կիրառման արգելքի մասին սկզբունքի ակնհայտ խախտում է։ Համաձայն կանոնադրության 51-րդ հոդվածի Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ինքնապաշտպանության իրավունք, և այս իրավունքը անքակտելի է։ Իրանը մինչ այսօր երբեք որևէ պատերազմ չի սկսել, և վերջին տասնամյակների ընթացքում միշտ եղել է ագրեսիայի զոհ, սակայն ագրեսիային ի պատասխան մենք պաշտպանվում ենք լիովին օրինական և ուժեղ կերպով։ Պատերազմը պարտադրվել է Իրանին, և Իրանը որևէ դեր չի խաղացել այն սկսելու մեջ, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն տրամադրված է պաշտպանվել սիոնիստական ռեժիմի ագրեսիայից։